Նախընտրական խոստումներում հիշատակվող հասարակական վերգետնյա տրանսպորտ արտահայտությունը մեզ հանդիպում է մոտավորապես այսպես. կլոր մագնիս, որի վրա մետաղադրամներն են, փոքր գորգ, որի վրա վարորդն է, իսկ տակը թղթադրամները եւ սերտորեն իրար գրկած ուղևորներ, ովքեր այս օրերին նաեւ ընտրողներ են։ Երևանը որոշում է։ Բարի տեսանք։ Ճռճռացող արաբա, ամեն բանը թխարաբա։ Փող մանրելը, փող բանելը արդեն ստեյության երկու ձեռքի զբաղմունք է ու արգելված չի։ Դրա համար էլ ինչա շատացել գողությունը։ Խախտում չասեմ, երբ բռնաբարություն ասեմ։ Կներեք այդ բառի անունը, բայց կաննավ է դա։ Շահավետ է, ձեռնատու է 8 կամ 18 մարդու։ Այդտեղ հստակ շահերի բախում կա, այդտեղ կոռուպցիա կա այս մասում։ Եվ այսպես մայրաքաղաքի բոլոր փողոցները միասին կազմում են 750 կիլոմետրանոց ճանապարհների ցանց, որով կարմիր, կապույտ ու դեղին ավտոբուսները, սպիտակ գազելները, կանաչ տրոլեյբուսները ամեն օր տեղափոխում են մայրաքաղաքի հյուրերին, երևանցիներին եւ շատ հազվադեպ տրանսպորտի պատասխանատուներին։ 1906 թվականի Երևանի Ձիաքարշի մանրակերտն է։ Մայրաքաղաքի առաջին հասարակական տրանսպորտն ուներ անվտանգության 2 լապտեր ու զանգ։ Ձիաքարշը նախատեսված էր 28 ուղևորի համար։ Վարում էր կառապանը, իսկ ուղևարցը հավաքում էր հսկիչը։ Կարճ ժամանակ անց երևանցիները սկսեցին դժգոհել հասարակական միակ տրանսպորտի ծառայությունից։ Ահա թե ինչ էր գրում Երևանյան հայտարարությունների մեջ Երևանի հայտնի երգիծաբան Փալանդուս Մկոն ձիակառքի մասին, որ ճռճռացող արաբա, ամեն բանը թխարաբա, կանգնում ես ճամփի կեսին, ոչ ճար կտաս, ոչ ճամփա։ Չնայած դժվարություններին Ձիաքարշը հին երևանցիներին ծառայեց 12 տարի։ 1933 թվականին շահագործման հանձնվեց տրամվայը, որի երթուղին 7 կիլոմետր էր։ 80-ական թվականներին Երևանում կար ավելի քան 140 վագոնանոց տրամվայի պարկ, 96 կիլոմետրանոց երթուղիներով։ 2004 թվականին թերբեռնվածության եւ նոր քաղաքաշինական հիմնավորումներով դադարեցվեց տրամվայի գործունեությունը։ Ապամոնտաժվեցին գծերը, որոնք ըստ քաղաքային իշխանությունների խոչընդոտում էին երթևեկությանը։ Այժմ մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտն օրական սպասարկում է շուրջ 614,000 ուղևորի, այսպիսի բաշխվածությամբ՝ 79 տրոլեյբուս, 668 ավտոբուս, 1440 միկրոավտոբուս։ Ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղիները միասին վերցրած սպասարկում են 59 մասնավոր կազմակերպություն, կամ ինչպես ընդունված է ասել, գծի տեր։ Վերջիններիս անունները մամուլում պարբերաբար կապվել են պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների հետ։ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը վաղուց է ուսումնասիրում Երևանի հանրային տրանսպորտի խնդիրը։ Այս տարվա ապրիլի 20-ին քաղաքապետարանում կայացած հասարակական տրանսպորտի բարեփոխումների նիստին առաջարկել է փոխել ծառայության իրավական ձևը։ Այս վիճակը, որ մենք երթևեկում ենք, շահավետ է, ձեռնատու է 8 կամ 18 մարդու, մնացած 1.5 միլիոնը տառապում են։ Մենք տառապում ենք այսպես երթևեկելը ոչ միայն անհարմար է, հարմարավետ չէ, այլ արժանապատվությանն է խփում։ 2013 թվականին ներկա քաղաքային իշխանությունն իր նախընտրական ծրագրով խոստանում էր ստեղծել նոր երթուղային ցանց, ավելացնել ավտոբուսները, թարմացնել տրոլեյբուսային պարկը։ 2017 թվականին այս քարոզարշավի նույն քաղաքական ուժը խոստանում է մշակել եւ կիրառել նոր երթուղային ցանց, ձեռք բերել մեծ եւ միջին չափի ավտոբուսներ, ձեռք բերել նոր տրոլեյբուսներ։ Երևանի քաղաքապետարանից չկարողացանք մեկնաբանություն ստանալ պատասխանատուների զբաղվածության պատճառով, բայց պաշտոնական կայքում 2013-ից 16 թվականների հաշվետվության մեջ նոր տրոլեյբուսների եւ նոր երթուղային ցանցի կիրառման մասին ոչինչ չկա։ Միկրոավտոբուսները շարունակում են իրենց վրա կրել հանրային ուղևորափոխադրման ամենամեծ բեռը՝ օրական մոտ 350,000 մարդ։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում դա փաստաթուղթ է, որը ունի օրենքի ուժ։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է. Երևանում միկրոավտոբուսների քանակը տեսակարգաշիռը պետք է լինի 19,2%։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 63,5% է այսօր։ Երբ 2013 թվականին քաղաքապետարանը փորձ արեց ուղևորցի 100-ը դարձնել 150 դրամ ոլորտը բարեփոխելու նպատակով,
Քաղաքացիական ընդվզում սկսեց։ Քաղաքապետը կասեցրեց որոշման կատարումը։ Հետագայում պաշտոնական կայքում տեղ գտավ ուղևորցի գոյացման ուսումնասիրությունը։ Վառելիքային բաղադրիչ, շարժիչի յուղ, սպասարկում եւ նորոգում, վարորդների աշխատավարձ, հարկեր, տուրքեր, այլ ծախսեր։ Արդյունքում միկրոավտոբուսների արդյունավետ գինը 207 դրամ է, ավտոբուսներինը 252 դրամ։ Եթե տնտեսվարողները ստանան 15%-ի շահույթ։ Քաղաքապետարանի պատվերով արված մեկ այլ ուսումնասիրության համաձայն սպասարկումը դեռևս ցածրակարգ է։ Ուղևորների հիմնական դժգոհություններն էլ մաքրության ու հարմարավետության վերաբերյալ են։ Իրար կռռացած իրար գլխի քրտնացած մարդիկ իրար վրա հենված, դրա համար էլ ինչա շատացել գողությունը։ Հիմա մենք քանի րոպե կանգնել ենք, նա մեր համարն եկա, մի կերպ պետքա ճխտովենք որ գնանք։ Կներեք այդ բարի համար, բայց կանգնավ է։ Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն քաղաքի տրանսպորտը արդյունավետ կլինի մեծ ավտոբուսների եւ մետրոյի չօգտագործվող կարողությունների զարգացման դեպքում։ Երևանում տրանսպորտային իրավիճակը բարելավելու համար հրավիրվել են միջազգային փորձագետներ։ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ առաջիկայում կմշակվի նոր երթուղային ցանց, ինչպես նաեւ նոր միասնական տոմսային համակարգ։ 2014 թվականին համանման մի ծրագրով Երևանում տեղադրվեց 50 էլեկտրոնային չվացուցակ։ Դրանցից շատ քչերն են աշխատում հիմա։ Երևանի ավականու ընտրություններից առաջ հանրային տրանսպորտի թեման քննարկումների նոր թափ է ստացել։ Ավականու երրորդ ընտրություններին մասնակցող 3 տեխնացուներն իրենց նախընտրական ծրագրերում տրանսպորտին առնչվող բազմաթիվ կետեր ունեն։ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է շահագործել շուրջ 170 նոր ավտոբուս եւ արդիականացնել մետրոն։ Ելքդաշինքը խոստանում է ձևավորել ավտոբուսային միջանցք եւ պաշտպանել սպառողների իրավունքները։ Երկիր ծիրանին նախատեսում է վերադարձնել տրամվային ու պաշտպանել վարորդների իրավունքները։ Ընտրության առարկան քննարկում ենք Դանիել Իոնիսյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մայրաքաղաքային տրանսպորտի այսբերգի վերևի մասը մենք ամեն օր տեսնում ենք, բայց կա նաև ներքևի մասը, այսինքն մրցույթներ, պայմանագրեր, տնտեսվարություն։ Այս մասին դուք ուսումնասիրություններ, դիտողություններ ունեք։ Տեսեք, իրականում այդ ամենը փոխկապակցված է։ Այսինքն մի այսբերգ է։ Սկսած մրցույթներից, սկսած կոռուպցիոն ռիսկերից, վերջացրած վարորդների ծխելով, վերջացրած վարորդների կոնֆլիկտներով, միասնական տոմսը հնարավորություն կտա, որ վարորդը միայն մեքենա վարելով զբաղվի։ Վարորդը դառնա վարորդ։ Տեսեք, երթևեկության կանոններով վարորդին արգելված անգամ հեռախոսով խոսել, ինչը մի ձեռքի զբաղմունք է, հա։ Փող մանրելը, փող բանելը դա արդեն ըստ էության երկու ձեռքի զբաղմունք է ու արգելված չի։ Այսօրվա ուղևորները միգուցե չեն պատկերացնում, որ կարա լինի այլ տարբերակ։ Դե այլ տարբերակ չենք տեսել, հա, գոնե շատ վաղուց, գոնե իմ սերնդի մարդիկ չեն տեսել, ես չգիտեմ ինչպես էր տրանսպորտը 80-ականներին, բայց երբ որ մենք կարդում ենք նորություններ, որ Թիֆլիսում արգելվել են առանց կոնդիցիոներ երթուղայինների գիծ դուրս գալը մայիսի 15-ից հետո, դա մեր համար ինչ-որ զուգահեռ իրականություն է, ասում ենք, ինչ կոնդիցիոներ, ինչ բան, մենք հանրային տրանսպորտում կոնդիցիոներ չենք էլ պատկերացնում երևանցիներս։ Որքանով են ձեր ասած խնդիրները ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Տեսեք, Երևանում կան ոլորտներ, որոնք համեմատաբար լավ վիճակում են, կան ոլորտներ, որոնք համեմատաբար վատ են։ Ոնց ասեմ, կամուրջների վրա ծաղիկների այդ կոմպոզիցիաները, որ դնում են, դա լավ է, դա սիրուն է, ուրիշ հարց է, որ դա ահռելի գումար է նստում Երևանի բյուջեի վրա, բայց դա սիրուն է։ Եվ եթե երևանցիները գերակա են համարում կամուրջների վրայի ծաղիկները, ապա իրենք մի ձև կքվեարկեն։ Թե երևանցիները գերակա են համարում օրինակ տրանսպորտը, որը ամենախայտառակն է, իրապես ամենախայտառակ վիճակում է, ապա այլ կերպ կքվեարկեն։ Ընդ որում տրանսպորտի մասին խոսելուց կարևոր է որ երևանցիները հասկանան, որ խոսքը ոչ միայն հանրային տրանսպորտի մասին է։ Խոսքը նաև առհասարակ երևանցիների տեղաշարժման, կազմակերպման մասին է։ Մարդիկ խցանումների մեջ մեղադրում են վարորդներին, մեղադրում են, որ բոլորը ավտո են առնում, բայց որովհետեւ մեկը չգիտես ինչի չի մեղադրում քաղաքապետարանին, որ պարտավոր է մտածել, թե ոնց անել, որ խցանումները պակասեն։ Երթուղայինների մասով կա շահերի բախում, որովհետև կան ռեալ գծատերեր, որոնք ռեալ փող են աշխատում։ Ամեն դեպքում ստեղ հստակ շահերի բախում կա, ստեղ կոռուպցիա կա այս մասով։ Զրույցը շարունակենք կարճ դադարից հետո։
Նա ոչ թե դուրս է գալիս ուղևորներին սպասարկի, այլ որսի։ Ստեմանում։ Որտե՞ղ։ Ստե։ Միշտ վախենում եմ, որ դռներին շատ հենվում են, այդ դռներն են անզարդ վիճակում։ Ինչի մասին եք խոսում, ինչ հանգստյան վայր։ Թեման շարունակում ենք Դանիել Իոնիսյանի հետ։ Տեսեք, փոխվել են մեր նախընտրական խոստումների ձևերը։ Առաջ մեզ ուղղակի ասում էին, որ մենք այս կանենք, այն կանենք եւ լավ կանենք։ Հիմա այդ խոստումները ամրապնդվում են ներդրումների խոստումներով։ Եթե նայենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը իրականացվող ներդրումային ծրագրերը, բոլոր ներդրումները կառուցապատման հետ են կապված։ Այո։ Ու բոլորը կապված չեն քաղաքապետարանի հետ։ Ոչ մեկ չի ներդնում, ասենք տրանսպորտի մեջ, ոչ մեկ չի ներդնում կրթության մեջ, ոչ մեկ չի ներդնում առողջապահության այս մասի հետ։ Ոչ մեկ տենց ներդրումներ համարյա չկան։ Կրկես, հյուրանոց, հյուրանոցային համալիր։ Եվ սրանք, ես չգիտեմ, այս ներդրումները ինչ կապն են քաղաքապետարանի հետ։ Մարդկանց պետք է կառուցել բիզնես կենտրոն, մարդիկ կառուցում են իրենց բիզնես կենտրոնը, ինչ կապ ունի այդտեղ Երևանի քաղաքապետարանը։ Վերջին հարցը։ Ինչ էլ որ մենք խոսենք ներդրումների հարմարավետության, հասանելիության մասին, այնուամենայնիվ ապահովության եւ անվտանգության խնդիրը ամենակարևորն է տրանսպորտի ոլորտում։ Սահմանված նստատեղերից ավել թվով ուղևորներ վերցնելը դա անկասկած ինչ որ հետևանքների հանգեցնում է։ Տեսեք, եթե նայենք ուղևորի տեսանկյունից, ուղևորը այլընտրանք չունի։ Ուղևորը պետք է հասնի A կետից B կետը։ Ու ինքը ժամերով չի սպասելու, որ լինի այնպիսի երթուղային, որտեղ ինքը կնստի, որտեղ այդպիսի երթուղային կարող է ժամեր շարունակ չլինի։ Եթե նայենք տրանսպորտային կազմակերպության վարորդի տեսանկյունից, ուղևորը 100 դրամ է, հա, ինքը այդ հնարավորությունը չի բաց թողա։ Եթե նայենք ոլորտը կարգավորող հանրային մարմինների տեսանկյունից, հա, իշխանությունների տեսանկյունից, ապա դա մեծ բիզնես է։ Դա մեծ բիզնես է, որը փող է բերում։ Հիմա նայենք ձեր տեսանկյունից։ Մեր տեսանկյունից դա խնդիր է։ Դա խնդիր է սկսած նրանց, որ եթե ուղևորը կռացած երթևեկում է, ինքը մեջքի հետ է խնդիրներ ունենում, վերջացնա նրանց, որ դա ուղղակի երթևեկության անվտանգության կանոնների խախտում չասեմ, եւ բռնաբարություն ասեմ։ Դա ցանկացած վթարի դեպքում, անգամ ամենաաննշան վթարի դեպքում կարող է ուղևորը մահանա այդ պայմաններում։ Շնորհակալություն զրույցի համար։ Երևանի ուղևորի անվտանգությունը հողմապակում կպցված սրբապատկերի կամ աչքի ու լումքի հույսին չէ, ակնհայտ է, որ խնդիրը քննարկվում է, բայց քննարկվում է եւ ըստ անհրաժեշտության, եւ ըստ քարոզարշավի։ Երևանի քաղաքապետարանի հաշվարկներով 2016 թվականին քաղաքի միկրոավտոբուսները տեղափոխել են 100 միլիոն ուղևոր։ Աշխատանքային օրերին Աննա Բարսեղյանը լրացնում է այս վիճակագրությունը։ Նա լրագրող է եւ զբաղվել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։ Բացահայտեցի այն, ինչ որ ինքս էլ գիտեի, բայց ավելի տեսական մասով, այսինքն պրակտիկ իմ կյանքը տեսականորեն փորձեցի շարադրել։ Մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտի գործունեությունը կանոնակարգվում է եւ օրենքով, եւ որոշումներով, եւ հրահանգներով։ Գլխավոր նպատակը անվտանգությունն է, իսկ հետո սպասարկման որակն ու հասանելիությունը։ Հասարակական տրանսպորտի միջոցները շահագործողներն անցնում են մրցույթ, տրանսպորտի նախարարության չափանիշներին եւ համայնքի պահանջներին համապատասխան։ Ոլորտի տնտեսվարողները լավ գիտեն կառավարության թիվ 762 որոշումը, որը պարբերաբար փոփոխվում ու լրացվում է։ Գնահատման ձևն ու չափանիշները չեն անտեսում անվտանգության ոչ մի բաղադրիչ։ Արգելակների, ղեկային համակարգերի հուսալիություն, դռների փականների ամրություն, անվադողերի մաշվածության աստիճան, ապակիների վիճակ, կառուցվածքային փոփոխություններ, օրինակ լրացուցիչ նստատեղ։ Մրցույթի անվտանգության չափանիշները ներառում են նաև երթից դուրս վարորդների հանգստի տարածքի առկայությունը, առողջության պարբերական ստուգումները։ Սա թիվ 46 երթուղու վերջին կանգառն է եւ փաստորեն հանգստի սենյակը։ Առավոտյան գնում է գործի, գիշերը գնում է տուն։ Ինքը իր երեխային չի տենում։ Բալուրում ոնց ծնվել է երեխան, մեծացել է, չի հասցրել տեսնել։ Ինչի մասին եք խոսում, ինչ հանգստյան վայր։
Երթուղայինների վթարների դեպքերը առանձնահատուկ են քննարկվում տրանսպորտային պատահարների շարքում, նույնիսկ եթե մեղավորը երթուղայինի վարորդը չէ։ 2012 թվականի մայիսի 7-ին Արցախի փողոցում վթարի ենթարկվեց եւ հրդեհվեց թիվ 76 երթուղու գազել միկրոավտոբուսը։ Բախվող մեքենայի վարորդը, երթուղայինի վարորդն ու նրա կողքի երկու ուղևորները տեղում մահացան։ 9 մարդ վնասվածք ստացավ, հիմնականում այրվածքներ։ Նրանց մեջ հղի կին կար։ 2014 թվականին միանգամից 5 երթուղային բախվեցին Հալաբյան փողոցում։ 3 մարդ տեղափոխվեց հիվանդանոց։ 2016 թվականին թիվ 47 երթուղու գազելը վթարի ենթարկվեց։ 3 մարդ տեղափոխվեց հիվանդանոց։ 2017 թվականին թիվ 58 երթուղու գազելը բախվեց պատին։ 6 ուղևոր տեղափոխվեց հիվանդանոց։ Սրահում գտնվող գազի բալոնը, գերբեռնվածությունը, օրվա ճիտին պարտքի, երթևեկության պլանի հոգսը, վարորդի քայքայված նյարդերը, հոգնածությունը պատճառ են դառնում զոհերի ու վիրավորների։ Պլան են դրել վարորդների ուսերին, վարորդներ այդ պլանի շրջանակներում դուրս է գալիս որսի, նա ոչ թե դուրս է գալիս ուղևորներին սպասարկի, այլ որսի։ Որոշ հանգամանքներում մեքենան կարող է սարքին լինել, բայց գերբեռնված։ Ամենատարածված երթուղային տաքսու գազելի ներքին սրահի բարձրությունը 143 սանտիմետր է։ Հենց դրան մոտ ոտնակի հաշվին կա ցածր տարածություն։ Դա շատ հարմար է կանգնելու համար, բայց ամենավտանգավոր տեղն է կյանքի համար։ Բացի այդ, կրացած ուղևորների բռնվելու համար հատուկ հոգացությամբ ամրացված ձողերը վթարի դեպքում հատուկ վնասներ են հասցնում։ Միշտ վախենում եմ, որ դռներին շատ հենվում են, այդ դռներն են անզարգ վիճակում, հնարավոր է ինչ-որ վթարային իրավիճակ ստեղծվի։ Ըստ Երևանի քաղաքապետարանի հրապարակումների 2016 թվականի ապրիլի վերջին միայն մեկ շաբաթում հասարակական տրանսպորտի շահագործման կանոնների խախտման 28 արձանագրություն է կազմվել։ Հսկողությունը սահմանում է քաղաքապետարանի Երևան տրանս ընկերությունը, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ։ Քաղաքապետարանում կա Երևան տրանս փակ բաժնետիրական ընկերություն, որը մատնված է անգործության, չայևոյ հավաքագրելու, նրանք ուրեմն պիտի վերահսկեն եւ չվերտները, եւ չվացուցակները։ Քաղաքապետարանը ստեղծել է Այ Երևան կայքը, որտեղ երևանցիները կարող են առաջարկներ գրել տարբեր ոլորտների վերաբերյալ։ Վերջին երկուսը վերաբերում են տրանսպորտին, կանգառասրահների բացակայությանն ու գերբեռնվածությանը։ Դրանց դեռ արձագանք չկա, թեպետ հրապարակվել են անցյալ տարի, իսկ իրականացված ծրագրեր բաժնում փոսալեցման եւ ձնամաքրման մասին հրապարակումներ են։ Քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվության մեջ նշված է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանքներ է իրականացրել տրանսպորտի անխափան եւ անվտանգ երթևեկության համար։ Երևանի տրանսպորտային ոդիսականի անբաժան մասն են վարորդ եւ վարորդ-ուղևոր վեճերը։ Սիգարետը տանջատի համար ներ ավտոյին այլել զանգին բողոքեմ։ Դու որտե ես մնում։ Ստե մնում։ Որտե։ Ստե։ Թող ասեցիմ։ Դրանցից քչերն են հասնում դատարան, սակայն թիվ 13 երթուղայինի դեպքն այնուամենայնիվ հասավ։ Ըստ դատաքննության երթուղայինում վիճելիս վարորդը հարվածել էր ուղևորին, ով ստացել է քթոսկրերի բաց տեղաշարժ։ Իր հերթին էլ ուղևորն էր քերծել վարորդի մեջքը։ Վերջում երկուսն էլ ստացել են պատիժ, տուգանք։ Յուրօրինակ տուգանք է նաև այն 100 դրամը, որ ամեն օր վճարում են ուղևորները իրենց առողջության եւ անվտանգության հաշվին երթևեկելու համար։ Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի այս հարցումներով Երևանյան միջին վիճակագրական ընտանիքը տրանսպորտի վրա ծախսում է ամսական վճարումների ու վարձերի շուրջ 8%-ը։ Հասարակական տրանսպորտում խոնարհվելը մայրաքաղաքի առավոտյան ու երեկոյան պարտադիր ծես է դարձել։ Եվ նախընտրական շրջանը բացառություն չէ։ Պարզապես այս օրերին երևանցիները ավելի մեծ իրավունք ունեն պարզելու ու հավաստիանալու, թե մինչև երբ պետք է դուռը կամաց ծածկեն։ Մնացեք բարյավ։